Ռոմջան ասես YouTube-ում ավելացել հոգով մի շաբաթ, դաժե ավելի քիչ շաբաթը չի ասել։ 30 հոգով։ Ասիկը ասում եմ փաստը։ Իմիջիայլոց ալիք ասում է պատերումն էլ ավելացել։ Փաստը ասում է մարդը դա ասել, ես չգիտեի։ Ջան, այսօր ի՞նչն ասեմ Դավոսը։ Ասի չէ, Դավոսը ճիշտն ասած, որ անկեղծ ասեմ, չեմ էլ հասել նորմալ նայել ինչ կա այդ Դավոսում, բայց այդ էներգետիկ համակարգերը ինձ թվում է ամենակարևորն է։ Տեսել նկարը։ Չէ։ Ինչ շորեն Թրամփը դրեց Փաշինյանի։ Չէ, տեսեք, բայց ամեն դեպքում ինձ թվում է այս էներգետիկ համակարգերը ամենակարևորն են այս բանը։ Այսօր դրանից կխոսենք, հա։ Ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Իդեպ, երբ որ այս մեր ուրեմն հաղորդումը հրապարակվի, ամենայն հավանականությամբ, եթե ինչ որ արտարոց բան չպատահի, արդեն հրապարակված կլինի նաև մեր քաղաքական ծրագրի համառոտագրումը, շեշտում դա համառոտագրումն է լինելու, ամբողջական ծրագիրը շատ ավելի մեծ է եւ մենք դա կներկայացնենք իր ժամանակին, բայց այս պահին մեր ոլորտներին, տարբեր ոլորտներին, ուրեմն արտաքին քաղաքականություն, ռազմաքաղաքականը, կրթությունը եւ այլն, տնտեսությունը, մինչեւ սպորտը պատրաստ է արդեն, բայց որպեսզի մենք նաեւ ձեզ չծանրաբեռնենք, քանի որ բավականին այսպես երկար մանրամասն տեքստեր են կազմել բոլոր ոլորտներից, նաև գաղափարախոսությունը, դրանք բոլորը համառոտ, կրճատ կներկայացնենք ձեզ, կրճատ տարբերակները, շատ հետաքրքիր կլինի նաև լսել ձեր տեսակետները, դիտողությունները, կարծիքները, նաև եթե գաք ընդգրկվեք հետագա խմբագրման մեջ, որտեղ դրանք վերջնական չեն, դրանք հենց մենք հատուկ այդ համառոտագրությունը ուզում ենք հրապարակենք, որպեսզի նաև որոշակի խոսակցություն դրա շուրջ ծավալվի, իսկ ամբողջականը շեշտում եմ նորից, որտեղ հարցեր կլինեն հաստատ, բան չի սա չկա, ինչի նա չկա, ամբողջականի մեջ կարծում եմ այդ հարցերի պատասխանները կստանանք, կտեղադրենք նաև այս հաղորդման մեջ հղում կդնենք այս հաղորդման մեջ, որպեսզի դուք կարողանաք արագ ծանոթանալ։ Ծրագրին ծանոթանալուց հետո ցանկալի է, ինչպես եւ անցյալ անգամ ասացի, նախ ուրեմն լայքել այս նյութը, տարածել մեր հաղորդումները, ոչ միայն այս հաղորդումը, այլև ընդհանրապես մեր հաղորդումները, ինչպես անցյալ անգամ արդեն իմացանք, լայքելը Աստծունն է, կամ ինչպես Կոնֆուցիոսն էր ասում, լայքում ես եւ գործերդ հաջողվում են։ Հիմա ձեր լայքեք եւ ձեր գործերը կհաջողվեն մեր աղոթքներով նաեւ։ Բացի այդ, գրվում եք անպայման մեր YouTube-ին, ուրեմն գրանցվում եք նաեւ, հետևում եք մեր Facebook-ին, գրանցվում եք մեր Telegram-ում եւ կարեւորը նաեւ մեր Patreon-ում, այնտեղ կան տարբերակներ, սկսած $10 կարծեմ։ Դա կարևոր է եւ պարտադիր է կարելի է ասել, եթե իհարկե մեր գաղափարներին համակրում եք, որովհետեւ գիտեք, մենք շատ ուրախ, կամավոր աշխատող մարդկանց խումբ ենք, որը փորձում է ստեղծել ինչ որ արդյունք, մենք ինքնահեն ենք, ինքնահեն ասելով նաեւ ձեր աջակցությամբ ենք կայանում եւ կարողանում այդ product-ը ստեղծել, այսպես ասած, անկախ ծովահեններ ենք, ոչ մեկին չենք ենթարկում, ինքներս մեր օրենքներն ենք ստեղծում, ճիշտ է, բարի ծովահեններ ենք, մենք վնաս չենք մնում, մենք փորձում ենք ավելի շատ արդյունք, այսպես ասած, ներկայացնել, ստեղծել եւ ինչքան ավելի շատ կլինի այդ աջակցությունը, ինչքան ավելի շատ կլինի ռեսուրսային հիմքը, որը ամեն դեպքում պետք է, այդքան ավելի շատ մենք կփորձենք ել ավելի ակտիվ լինել, ել ավելի շատ գործանալ, ել ավելի շատ նախագծեր իրականացնել եւ ել ավելի շատ որակյալ product տալ ձեզ։ Բացի այդ, իհարկե ծրագրին ծանոթանալուց հետո եւ եթե ծրագիրը ձեր սրտով է, իսկ ես կարծում եմ ձեր սրտով կլինի, մենք փորձել ենք այնպես անել, որ ձեր սրտով լինի, մեզ համակրողների սրտով լինի, մեր գաղափարակիցների սրտով լինի։ Դրանից հետո գալիս եք մարտական եղբայրություն, ձեր կարիքը այստեղ ունենք, ինչու եմ շեշտում, որովհետև հաճախ լսում եմ կողքից, ասում են, տեսա անգերոջ ես, ծանոթիս, փողոցում ասեց, ես ինչ լավ է մարտական եղբայրությունից ես եւ այլն, բայց ոնց որ մարդիկ մտածում են, որ իրենք այստեղ անելիք չունեն, առանց իրենց էլ ամեն ինչ ալվում է եւ իրենք որ գան միգուցե նաեւ այսպես ավելորդն էլ ոչ, ավելորդ չեք լինելու այստեղ հաստատ, կարիքը ունենք տարբեր մասնագետների, տարբեր խառնվածքների տեր մարդկանց, տարբեր գիտելիքների տեր մարդկանց, գործը ահավոր շատ է իսկականից, ինչպես ասել եմ, մենյուով պատրաստ ենք ձեզ տպած տալ, որտեղ դուք կարող եք գտնել կոնկրետ այն օգուտը, ինչ որ դուք կարող եք տալ ընդհանուր գործին, սկսած ամենապարզ բաներից մինչև ամենաբարդ ձեր ընտրությամբ եւ որպես բոնուս ձեռք եք բերում կյանքի ընկերներ այստեղ։ Եվ վերջապես գրանցվում եք նաեւ ազգային հեղափոխության կուսակցության մեջ
Դրանով դուք դառնում եք հիմնադիր հայրեր մի քաղաքական ուժի, հայկական քաղաքական ուժի, անկախ հայկական քաղաքական ուժի, որը ոչ միայն ասում է ինչին է ինքը դեմ, այլև բովանդակություն է ուզում տալ, որը նաև պատրաստ է երկարատև պայքարի, ոչ թե 1 տարվա, 2 տարվա, այլ տասնամյակների գոյություն ունենալու, դուք կարող եք դրա հիմնադիրներից դառնալ եւ ապագայում նաև համաձայն ձեր գաղափարների, ձեր մտքերի նաև այս երկրի առաջնորդողներից մեկը լինել եւ ի վերջո մտնել նաև պատմության մեջ։ Կարծում եմ դա վատ հեռանկար չի։ Հիմա հասնենք մեր թեմատիկ խոսակցությանը, ինչպես բոլորդ գիտեք, մեծ, այսպես լուր ունենք աստվածների ավետիս, նույնիսկ կարելի ասել, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է ինտեգրվեն, պետք է միանան նույնիսկ համենայնիվս այդպես է պնդում Հայաստանի վարչապետը եւ հիմք չունենք իրան տվյալ դեպքում չվստահելու։ Ուրեմն դա իհարկե նորություն է, բայց մյուս կողմից իրականում նորություն չի այն իմաստով, որ մենք ունեցել ենք Ադրբեջանի հետ միասնական էներգետիկ համակարգ, մեր սերունդը, իմ սերունդը գոնե դա տեսել է, ավելի ավակները առավել եւս խոսքը իհարկե 70 տարվա մասին է սովետ առնվազն սովետական միության մեջ, որտեղ կարող ենք ավելի հետել գնանք մինչև ցարական Ռուսաստան։ Մենք ունեցել ենք 70 տարի միասնական էներգետիկ համակարգ ենք ունեցել Ադրբեջանի հետ, եւ մենք նաեւ տեսել ենք, թե ինչով է դա ավարտվել, ինչպես է դա ավարտվել, ոչ միայն ինչով եւ ինչպես, ավարտվել է բլոկադայով Հայաստանի, ավարտվել է տնտեսական պատերազմով Հայաստանի դեմ, ավարտվել է հենց էներգետիկ շանտաժով Հայաստանի դեմ, այնքան արագ է դա տեղի ունեցել։ Մի րոպեում պայմանական եմ ասում, մի քանի ամսվա մեջ, մի տարվա մեջ այդ ամբողջ միասնական համակարգը այսպես փլուզվեց, ինչպես եւ հայ-ադրբեջանական կեղծ բարեկամության փուչիկը, որը ամբողջ սովետական միության շրջան փչվում էր, դա դարձավ լծակ Ադրբեջանի ձեռքում Հայաստանի դեմ, ոչ միայն ռազմական իմաստով էր պատերազմ վարում Հայաստանի դեմ, այլև տնտեսական իմաստով եւ ել եմ ասում դա շատ արագ տեղի ունեցավ։ Այդ միասնականությունը, այդ ինտեգրումը, այդ բարի բոլոր խոսքերը, այդ բոլոր կենացներ իրանք մի վարքյանում պրծան, երբ որ իրականությունը բախեց մեր դուռը հերթական անգամ պատմության մեջ, եւ դա ել եմ ասում որպես լծակ օգտագործվեց Հայաստանի դեմ, Հայաստանը չէր կարող, որովհետեւ Հայաստանը չունի այդ էներգետիկ համակարգեր, որ ինքը կարողանա լծակ օգտագործի Ադրբեջանի դեմ, բոլորս էլ հասկանում ենք, որ էներգետիկ պաշարների առումով օվումից կախվածության մեջ են գնում, եւ սա է նաեւ պատճառը, որ մեր սերունդը տեսավ են, ինչ որ այսօր երբ որ պատմում ես, ասենք ավելի երիտասարդների, ոնց որ ինչ որ բան լինի, լեգենդ լինի, ավանդազրույց լինի, այդ 90-ականների, այդ տարիները 90-ականների սկզբի պատերազմին զուգահեռ այդ տնտեսական փլուզումը եւ հատկապես էներգետիկ փլուզումը, այսինքն երբ որ մենք մի քանի տարի ապրել ենք Հայաստանում, չենք ունեցել գրեթե լույս, չենք ունեցել գազ, չենք ունեցել ուրեմն այդ ոչ մի բան, ասենք տաք ջուր եւ այլն ապրել ենք։ Ես հիշում եմ այդ տարիները ինքս, ես մեր սերունդը իհարկե որպես երիտասարդ, այսինքն մենք դուրս ենք եկել կյանք, դրոսն ավարտել ենք, այդ ենք տեսել։ Ես հիմա չեմ դա պես դրամատիկացնեմ։ Դա մենք հայ ժողովուրդը դիմացել է որպես պատերազմի մաս, այդ ժամանակ դեռ գիտակցում էր մեր հասարակության զգալի մասը, գոնե ոչ բոլորը, բայց զգալի մասը թե ինչի համար է այդ զոհաբերությունները անում, բայց այդ ամեն ինչը եղավ որպես հետևանք Ադրբեջանի հետ միասնական էներգետիկ համակարգի։ Եվ ընդհանրապես, եթե խոսում ենք ավելի լայն, դե որտեղ դա խաղաղության դարաշրջանի մասն է, չէ՞, ուրախ լուրը, որ ասեք ունենք հիմա էներգետիկ, կունենանք էներգետիկ համակարգ, էլի որ հիշեցինք արդեն այդ սովետական միության 70 տարիները, այնպեսի խաղաղության դարաշրջան ենք տեսել առնվազն, էլի եմ ասում, հիմա չեմ խորանում ավելի սովետական միության շրջանում, որ դեռ համեմատելու չէ, դեռ իրանք շատ հաց ու պանիր պետք է, որ այդպիսի իհարկե ճակերտների մեջ եմ ասում, խաղաղության դարաշրջան տեսնեն այդ հայ եւ ադրբեջանական ժողովրդի բարեկամության մասին ամբողջ գրքեր են գրվել, միջև հիմա կարող եք գնալ ծանոթանալ, երևի պետք է ճարել նվիրել այսօրվա ղեկավարներին, մտքից կա տես մի քանի գիրք ունեմ, պոետները բանաստեղծություններ են գրել, լավագույն մեր պոետները, օրինակ Չարենցը, Ողջույն Ադրբեջանին, համարվել է այդ հարցը վերջնականապես փակված, լուծված սովետական միության մեջ, այդ հարցը գոյություն չունի, հավերժ բարեկամներ են, չգիտեմ, եւ այլն, պատմությունը այնպես է ներկայացել, միշտ եղել են այդպես բարեկամներ, եթե նույնիսկ եղել են ինչ որ ընդհանումներ, դա ինչ որ չար ուժեր են, ասենց ասած, հրահրել, ինչպես եւ հիմա են փորձում ներկայացնել։
Եվ տեսել ենք այդ ամենը, եւ ելի եմ ասում, տեսել ենք այդ ամենը քանի կոպեկ արժեր, որովհետեւ դա իսկականից մակերեսներ իրականության։ Հիմա շատ մարդիկ հիշում են, ասում են, հա, դե իրանց հետ ապրում էինք տենց լավ, հա, մակերեսի վրա ապրում էինք տենց լավ։ Խորքի մեջ երբեք չի եղել այդպես։ Ես ինքս նաև որպես ուսանող իդեպ մագիստրատուրայում եւ սովորում էի, ուրեմն այդ ժամանակ ազգագրության ամբիոն գնացի եւ այդտեղ դաշտի նյութ էի հավաքում հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Վայոց ձորում, դե Վայոց ձորում եղել են թուրքի գյուղեր են եղել, այդ Եղեգեսի ձորի հատվածում ազգագրական նյութ դաշտային, նշանակում է դու գնում ես գյուղեր, այնտեղ մնում ես, ոչ թե գնում ես մի հատ հարցազրույց ես անում, բայց մնում ես օրերով, շաբաթներով, շփվում ես այդ գյուղացիների հետ։ Եվ այդ նյութը մի բան էր ցույց տալիս, երբ որ հարցնում էի, սկզբում ասում հա մենք այնքան լավ էինք թուրքերի հետ ապրում, ամեն ինչ լավ էր։ Բայց երբեք իրական հետազոտողը չպետք է նման բավարարվի պատասխանով, պետք է փորփորել, եւ երբ որ փորփորում ես, տակից արդեն դուրս է գալիս լրիվ այլ պատկեր։ Այդ նույն գյուղացին, որը քեզ ասում էր, հա, ինչ լավ էր, թուրքերի հետ քիրվա ունեինք, չգիտեմ, էս ունեինք, բան գալիս էր, գնում էր, էս այնքան, երբ որ դու տակը սկսում ես ավելի խորը փորել, դու հասկանում ես լրիվ այլ պատկեր է եղել իրականում, որոնք մարդիկ նույնիսկ իրենց գիտակցության մեջ գուցե մինչև վերջ չեն գիտակցում, բայց իրականությունը այդ մենակ գիտակցությունը չի, եւ հոգեբանությունն է իրական խորքը։ Այնպես որ մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Եվ եթե մի քիչ թեկուզ շեղվեցինք այսօրվա այս ակտուալ բանից, բայց դե ակտուալ բանից չենք շեղվում իրականում, ասենք այդ ամեն ինչը պատմական կոնտեքստի մեջ շատ բարձր ու ավելի հասկանալ է մենք։ Ես դրա համար եմ ասում նորություն չի։ Մեզ համար է նորություն, բայց դա պատմության տեսակետից ըստ վերջի 100-150 տարվա նորություն չի, հա իդեպ էներգետիկ համակարգի մասին, ասեմ որ առաջին հանրապետության ժամանակ նույն պատմությունն էր, երբ որ ստեղծվեցին այդ 18 թվին այդ հանրապետությունները, էլի նույն բենզինի, մազութի հարցն էր, որ Ադրբեջանը որպես լծակ օգտագործում էր Հայաստանի հանրապետության դեմ, այսինքն ասում էր չենք տա բենզին, եւ Հայաստանը նույն էլի էներգետիկ ճգնաժամի մեջ էր, որովհետեւ կախվածության մեջ էր էներգետիկ Ադրբեջանից։ Այս վերջին շրջանում արդեն վերջին երրորդ հանրապետության այսպես կոչված մենք չենք եղել այդ կախվածության մեջ, հիմա նորից ուզում ենք ընկնենք իբր դե հանուն խաղաղության, տնտեսական զարգացման, էժանացավ բենզինը եւ այլն, բայց դրա գինը, որը մի օր վճարվելու է, շատ ավելի թանկ է լինելու, քան այդ մի քիչ էժանացում, մի քիչ թանկացումը։ Եվ հա ինչ է ուզում ասել, ընդհանրապես խաղաղասիրության պակաս հայկական վերնախավերի մեջ այդում քաղաքական երբեք չի եղել։ Եթե ես կուզենայի մի օր այս թեմայի մեջ շատ ավելի խորանալիքը մանրամասն ներկայացնելու թեմա, բայց այսօր չէ։ Նաև ինչի եմ ասում, որովհետև հիմա նաև sense փորձում ես, այդ էլիտաները կռվածնում էին, իսկ ժողովուրդները չէին ուզում։ Հայկական էլիտաները համենայն դեպս ես որպես պատմաբան եմ ասում, 90%-ը այս վերջի 100-150 տարվա մեջ ոչ թե խաղաղասեր են եղել նույնիսկ լավ իմաստով, խաղաղասերը բարձր է ինքնին վատ բան չի, մարդը պետք է լինի խաղաղասերի վերջո, այլ ամենաանիմաստ առաջարկների խաղացան, եթե նայեք պատմության, ամենաանիմաստ, ամենաանհեռանկար, ամենաակնհայտ կեղծ համաձայնվել են։ Գրեթե դեպք չեք գտնի դուք մեր պատմության մեջ, որ ասենք, չգիտեմ, թուրքերի կողմից կլինի, ռուսների կողմից կլինի, թուրքերը ասելով, գիտեք, ես նկատում եմ եւ Ադրբեջանի թուրքերին եւ Թուրքիայի թուրքերին, ես հին մարդ եմ, հայերեն դրանց թուրք են կոչում, միշտ ասել եմ թուրք։ Ես մեծացել եմ, եմ իմացել, որ թուրք են, ադրբեջանցի բառը մենք երբեք չենք օգտագործել, ոչ թե ազերի եւ այլն, դրանք են կեղծ բառ, թուրք։ Անդոր չեմ ասում վատ բան է թուրքը կամ լավ բան է, ուղղակի մարդիկ թուրք են։ Եվ իրանք էլ են իրենց այդպեսին համարում։ Թուրքերի, ռուսների կողմից, որ ուզում են միջնորդությամբ, չգիտեմ, անգլիացիների, ռուսական միջնորդությամբ, սովետի միջնորդությամբ, ում ասես, միշտ ցանկացած պարագայում հայկական վերնախավերը համաձայնվել են։ Հենց որ նրան ասել են, դե լավ, եկեք կռվի մի արեք համաձայնվել են։ Կարող է դա նույնիսկ 10 օր է տևել այդ խաղաղությունը, որտեղ ասենք, չգիտեմ, այդ 10 օրվա մեջ պետք էր թուրքերին զինվել, բայց մեկը համաձայնվել, այսինքն նման բանի պակաս մեր վերնախավի մեջ չի եղել, հակառակի պակասն եղել մարդկանց, որոնք մի քիչ ավելի կամք են ցուցաբերել, մարդկանց, որոնք ավելի հեռատես են եղել, մարդկանց, որոնք հասկացել են, որ ուտոպիաներով չի աշխարհը, այլ ուժով է, որ նույն խաղաղությունը ուժով է հասանելի, ոչ թե միջնորդությամբ կամ բանակցությունով, երբեք ես չեմ հիշում ինչքան որ պատմական նյութերը կարդում եմ, ինչ որ բացառություններ իհարկե եղել են միշտ անհատների մակարդակում, ասենք նույն էլի հիմա Նժդեի անունը պետք է տամ, էլի կա եղել են բացառություններ, հա, բայց գրեթե միշտ հենց որ հայերին եկել են ասել են կամ միջնորդները, կամ թուրքերը,
կամ հենց նույն ռուսների հետ էլ երբ որ եղել են սովետական այդ Ռուսաստանի հետ բախումներ կրնել եկել ասել են դե եկեք խաղաղություն միանգամից համաձայնվել են չի եղել դրա պակասը ասել եմ ասում հակառակի պակասն է բալանսը միշտ կշռույթը խախտված է եղել այդ կողմ ոչ թե հակառակ այսինքն սա էլ նորություն չի այդ ապրանքից կոպիտ ասած խաղաղասեր վերնախավ ապրանքից մենք շատ ենք ունեցել դա ընդհանրապես նորություն չի դա ընդհանրապես օրիգինալ բան դրանում չկա ինչից շատ ենք ունեցել դրանից մի 90%-ը սերունդ այդ են հայ քաղաքական գործիչները բոլոր մի հատ ասում ես լավ դե եկեք հաշտ ապրենք միանգամից ասում են հա էլ չեն նայում ինչ ոնց եւ այլն այդքանով շատը ամենաէժան ապրանքն է հայկական քաղաքական դաշտում սերունդ այնց որ էլի էստեղ էլ ոչ մեկին չեք զարմացնի ինչ եմ նաեւ ինչ եմ շեշտում դե որովհետեւ իրենք փորձում են ցույց տալ մենք նոր ավանդականի դեմ ու ձեզանից ավելի ավանդական մարմնավորում ավանդական վատ իմաստով հայկական քաղաքական վերնախավերի մտածողությունը անվտանգության երաշխիքները օտարներից այդ կեղծ խաղաղասիրությունը որ իրական խաղաղասիրություն չի որտեղ ինքը չի ապահովում իրական խաղաղասիրություն ախր այստեղ ի՞նչն է նաև խնդիրը բա որ այդքան խաղաղասեր են եղել ինչի է այդ խաղաղությունը այդքան դժվար հաստատվել որտեղ չեն հասկացել իրական խաղաղության ճանապարհը որն է որ ուժային հարաբերություններ կան այս աշխարհում, տենց ուղղակի համաձայնվելով չի։ Տենց էտալոնային հայկական քաղաքական ավանդական ամենավատ իմաստով մտածողությունն է եւ քաղաքականությունն է այսօր տիրում։ Գուցե ավելի էտալոնային դժվար է գտնել։ Ոչ մի զերո նորություն է այդտեղ։ Լավ, ինչ որ մի քիչ շեղվեցինք, հիմա վերադառնալով այդ էներգետիկ համակարգերի ուրեմն միացմանը։ Սենց ասեմ, ես գրեթե վստահ եմ, որ այդ որոշումը իհարկե այստեղ չի ընդունվել, հնչեցվել է մեր ղեկավարության կողմից, բայց դա Հայաստանում չի ընդունվել այդ որոշումը առնվազն, հիմա չեմ ասում ավելի մեծ խաղացողների մասին, բայց առնվազն ընդունվել է Ադրբեջանում եւ Թուրքիայում, դա պատահականություն չի, այնպես չի, որ տենց ուղակի քնել զարթնել ասելա, արի միացնեմ, արի տենց հայտարարություն անեմ, այդպիսի հայտարարություն։ Իհարկե ոչ, դա որոշում է, դա մասն է մեծ ծրագրի, այն ինչ որ միշտ խոսում ենք Հայաստանի նկատմամբ գերիշխանության հաստատման ծրագրի, որը մաս առ մաս, քայլ առ քայլ իրականացում է եւ որի գինը, այսինքն ինչ են իրենք դրա դիմաց տալիս, դե մենք ռազմական գործողություններ չենք կթողնենք հանգիստ, այս կառավարող իշխող խումբը ինքը կվերարտադրվի, որովհետեւ կայունության բան կստեղծի երկրում, ասենք կասի տեսեք պատերազմ չկա, խաղաղություն ենք հասել, դա իրենք են ստանում, այսինքն հայ ժողովուրդը դա չի ստանում, հայ ժողովուրդը ստանում է պատրանքներ։ Եվ դրա փոխարեն հաստատվում է գերիշխանությունը, այդ էներգետիկ համակարգերի միացումը դրա մասն է, եւ էլ եմ ասում, որոշումը այստեղ չի ընդունվել, այստեղ չի ասվել, որ պետքա դա ասվի, այսինքն այստեղ չի որոշվել, Հայաստանում չի որոշվել, դա պետք է ասվի, դա ասվել է, որ սենց է եւ պետքա դրա մասին հայտարարվի, եւ սա մասն է այդ իմ ասած ավելի մեծ ծրագրի, որտեղ էլ եմ ասում, ակնհայտ է, որ ով է ումից այստեղ կախվածության մեջ ընկնում այս էներգետիկ համակարգերի այսպես միության առաջին հայացքից շատ գեղեցիկ, շատ սիրուն, շատ այսպես դե ինչ վատ բան կա դրա մեջ։ Ոչ մի վատ բան չկա։ Համենը Ադրբեջանի գերիշխանության հաստատման եւս մի քայլն է այստեղ։ Կարող է հիմա մի քիչ տարբեր բան ասեմ, որովհետեւ մոռացել եք այդ թեման երևի հիմա, այսինքն հիմա այտենց կիսա մոռացված թեման միութենական պետության թեման, որովհետեւ իրոք հիմա այս պահին ռուսները ոնց որ пассивացած են մեր տարածաշրջանում, թվում է թե մոռացել են մեր մասին, այլ արտաքին ուժեր են հիմա հովանավորում այդ process-ները, դա իրոք այդպես է։ Բայց ռուսները երկար խաղացող են, եւ երբ որ ժամանակը գա եւ նորից իրենք կարողանան այդ հարցը դնել, այստեղ ինտեգրման, դա իրենց համար նույնպես պատրաստի համակարգ է, որովհետեւ իրենք հենց դա էլ անելու են, իրենք դա էլ նպատակ էին դրել այդ այսպես կոչված ինտեգրացիան իրենց հովանավորության տակ։ Հիմա այլ կերպ է process-ը ընթանում, բայց դա չի նշանակում, որ երբ որ ռուսները զգան, որ կարող են արդեն վերադառնալ, սա նույնպես իրենց համար էլ արդեն պատրաստի եւս մի ուրեմն շղթա է լինելու, որտեղ այսպես թե այնպես, երբ որ այդ պայմանական միութենական պետությունը կամ ինչը որ պետք է ստեղծվի, նույնպես պետք է ճանապարհով գնալ։ Այդ նոր սովետական միության ճանապարհով, այսինքն նաեւ այստեղ արտաքուստ էլի ինքնիշխանությունից են խոսում, չգիտեմ, կամ նույնիսկ դեպի արևմուտք գնալուց են խոսում, բայց սա նաեւ շատ հանգիստ պոտենցիալ, չեմ ասում հենց հիմա ակտուալ մասի, բայց պոտենցիալ նաեւ այդ ռուսական ծրագրի շատ հարմար մասը կարող է լինել եւ կարծում եմ իրենք դեմ չեն եւ տեսնում ենք որ նաեւ ռուսական այդ էներգակիրներ, դա տենց են կոչվում,
Դրանք նույնպես այսօր Ադրբեջանի տարածքով գալիս են Հայաստան։ Այս թեմայի մասով մեծ հաշվով այսքան է, այսինքն մենք պետք է արձանագրենք մի քանի բան։ Որ այդ էներգետիկ համակարգերի եւ ընդհանրապես sense ասած խաղաղության դարաշրջանները նորություն չէ, մենք դրանք տեսել ենք դրանց հետևանքները, տեսել ենք դրանց ինչքան արագ փլուզվել է եւ տուժել ենք դրանից, մեր մաշկի վրա ենք զգացել թե դա ինչ է։ Երկրորդը որոշումը այստեղ Հայաստանում չի ընդունվել եւ նաեւ հայտարարելու որոշումը այստեղ չի ընդունվել եւ երրորդը դա Հայաստանի նկատմամբ գերիշխանության հաստատման ծրագրի մի մաս է, առնվազն ադրբեջանական գերիշխանություն։ Եվ այստեղ արդեն զուտ որպես հետգրություն ավելացնեմ, որտեղ այս թեմաների հետ առնչվում հետաքրքիր է, որ այսօր կարդացի, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, գիտեք, տես նոր ծառայություն ունենք, ուրեմն այդ իր հաշվետվության մեջ մի քանի կետ է նշել։ Մեկը, որ Արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթը շարունակում է, այսպես ասած, մարտահրավեր լինել խաղաղության գործընթացի, ճշգրիտ ձևակերպումը չեմ հիշում, եւ որ ասում եք, գիտեք, ինչ Ադրբեջանի ռազմական ծախսերն են նաեւ ավելանում 44%-ով ավելացել են եւ դա նույնպես որպես մարտահրավեր է դիտում։ Լավ է իհարկե, ես կարելի ասել գովելի է, որ արձանագրում են դա, բայց հետաքրքիր է, որ ոչ իրենք, ոչ էլ այդ իշխող խմբի падգամավորները, որոնք նույնպես դրանցից մեկը չեմ հիշում, որ մեկը անդրադարձավ նաև այս Արևմտյան Ադրբեջանի հարցին, բա մենք ասում ենք Ադրբեջանի ոչ անենք, չի համապատասխանում այսօրվա կոնտեքստին, հարց չեն տալիս, իսկ ինչու է այդպես։ Ասում է չի համապատասխանում կոնտեքստին։ Այդ որ կոնտեքստին չի համապատասխանում, ձեր ներկայացրած կոնտեքստին։ Բայց ինչպես կարող է չհամապատասխանել, այդ մարդիկ այդքան հիմար են, չեն հասկանում ինչ է։ Մենք կարող կոնտեքստը սխալ հասկանում։ Ոչ թե կարող է հաստատապես այդպես է։ Ինչի՞ եմ սա հիշեցնում, որովհետև երբ որ ասում եմ Ադրբեջանի գերիշխանության հաստատում, դե կարող է էլի շատերը մտածեն մանավանդ, որ կան այսպես ասած մաշված նաև գործիչներ, որ չարաշահում են այդ թեման։ Ես հասկանում եմ, մարդիկ կել ասում են, դե լավ է, եթե նրանք են ասում, ուրեմն ճիշտ չի։ Բայց այդ կոնտեքստի մասն է։ Արևմտյան Ադրբեջանը մենք շատ ենք խոսել, հիմա չեմ նորից այդ թեման վերլուծելու, դա նույնպես մասն է այդ գերիշխանության հաստատման, դա լծակ է, ոչ թե իրեն այտենց ուղղակի դա այդ թեման բարձրացնում են։ Եվ մյուսը ռազմական բյուջեն ինչ են բարձրանում։ Բարձրանում է, որովհետև այդ պետությունը չի մտածում այդ ուտոպիստական կատեգորիաներով։ Իրենք գիտեն իրենք ինչ են անում։ Ում դեմ են իրենք այդ ռազմական բյուջեն բարձրացնում։ Իդեպ ասեմ, ոչ միայն Հայաստանի դեմ, այստեղ մենակ Հայաստանի հարցը չի։ Իհարկե նաև Հայաստանի նկատմամբ այդ ոնց որ բանանելու էլի վերջնական հաստատելու այդ գերակայությունը, բայց ավելին, որտեղ իրենք ասել են, այս մասին խոսել են, բայց հիմա առիթը կարելի է ուզում շեշտել, ավելի տարածաշրջանային են մտածում, ռեգիոնալ են մտածում եւ ասում են մենք ուզում ենք դառնանք միջին տերություն, մենք մեր հաղթանակը ուզում ենք օգտագործել, որպեսզի մեր կլասը որպես պետություն բարձրանա եւ դրա մեջ մտնում է, այսինքն դա տրամաբանական է, որ ռազմական ծախսերը ավելանում են, չեն պակասելու, ավելացվելու են, որտեղ իրենք լրիվ ուրիշ process-ի մեջ են։ Այո, մեզ ներկայացնում է դա որպես խաղաղության դարաշրջան, իրենք նույնպես ասում են, այդպես է ներկայացվում, իրականությունը լրիվ այլ է եւ այդ իրականությունը փաստերի մեջ է արտահայտված։ Դա փաստեր են, եթե այլ տարբերակ ունեք, դուք պետք է բացատրեք, բա այդ ինչպես է ստացվում այդ արտաքին հետախուզության շեշտված ուրեմն բաներն են, ես չեմ ասում, ինչ որ մեկ ուրիշը չի ասում, դա Հայաստանի պաշտոնական պետական կառույցն է։ Եվ որը այդքան ուրեմն լավ է, գովելի է, ես չեմ բանանում հեգնում, շատ լավ է, որ այդ կետերը ներկայացել են, այսինքն այդքան ոնց որ adekvatություն ցուցաբերել են, այսինքն զուտ ինչ որ բան չեն արել, ասես կուսակցական քարոզչություն չեն արել, բայց այդ հարցը պետք է պատասխան ունենա ինչու։ Եվ սրանք փաստեր են, որոնք բարձր ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ դա հենց այնպես չի կարող լինել։ Այսօր այսքանը եւ ինչ է սրանից հետևում, որ մենք իսկականից ժողովուրդ ջան, այս իրավիճակում պետք է կազմակերպվենք մենք այն հայերով, որոնք հասկանում են այս ամեն ինչը, որտեղ ինչ որ մենք խոսում ենք ես շատ մեծ հույս չունեմ, ես գիտեմ, որ այս իմ ասածները այս պահին այս իրավիճակում շատ պոպուլար չեն։ Գալու է ժամանակը, երբ որ շատ-շատերն են հասկանալու, բայց հիմա այն մարդկանցով, այն հայերով, որոնք հենց հիմա արդեն հասկանում են, հենց դրա համար մենք պետք է կազմակերպենք, ոչ թե պարզապես ընտրություններին մասնակցելու կամ ինչ-որ բան անելու համար, այլ որովհետև գալու է պահը, երբ որ մարդիկ կարիքն են զգալու, երբ որ մարդիկ արդեն հասկանալու են ինչ է կատարվում, կարիքն են զգալու կազմակերպված
ուժի եւ նայելու են տեսնել, եթե այդ ուժը չլինի այդ ժամանակ, շատ ավելի վատ մեզ համար։ Բայց եթե լինի այդ ուժը, այդ ժամանակ արդեն այդ պահին իր ժամանակը գալու է եւ ժողովուրդը գալու է եւ այդ ուժին է սկսելու լսել։ Էս է խնդիրը, դրա համար հիմա պետք է կազմակերպենք։ Չպետք է նայենք, որ հիմա դե մարդիկ չեն լսում այդ խոսքը, բան եւ այլն, չէ, կարեւոր չի։ Եթե մենք հասկանում ենք, մենք հիմա պետք է կազմակերպվենք։ Իսկ ինչպես կազմակերպվել, ես արդեն ամենասկզբում իմ տարբերակը ասացի։ Եթե ունեք ուրիշ տարբերակ, կարող ուրիշ տարբերակ փորձեք։ Բայց ես իմ տարբերակն եմ առաջարկում եւ կարծում եմ դա այդքան էլ վատ տարբերակ չի։ Այսքան այսօր, շնորհակալություն, կհանդիպենք։